առաջադրեց եւ այս իմպիչմենտի գործընթացը կարծես թե լայն կապ է ստանում եւ Իշխան Սաղաթելյանն հայտնեց, որ միանում են գործընթացին։ Իսկապես միանում են ըստ ձեզ եւ ինչ ակնկալիքներ ունեք այս լսումներից։ Քաղաքական հայտարարության իմաստով կարելի է այս պահին ընդունել, որ Հայաստան խմբակցությունը միանում է, բայց այնտեղ որոշ հարցեր կա, կարծում եմ, որ Հայաստան խմբակցության գործընկերները այդ հստակեցումները կմտցնեն։ Նախ առաջին պարոն Սաղաթելյանը հայտարարեց, որ ինքը հանդես է գալիս խմբակցության անունից, բայց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով խմբակցության անունից կարող է հանդես գալ միայն խմբակցության ղեկավարը եւ խմբակցության քարտուղարը։ Իշխան Սաղաթելյանը այդ խմբակցության պատգամավոր է եւ նա խմբակցության անունից նման հայտարարություն անելու իրավունք չունի եւ ես չգիտեմ թե ինչի հայտարարություն չարեց խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը, եթե դա խմբակցության հայտարարություն է։ Ես հասկացա այդ ցուցադրվեց, որ դա այն 28 ստորագրությունների թուղթն է, որը միջև գտնվում է Սերիայում։ Այդ ստորագրություններից հիմա պատգամավոր չի Արիքնազ Մանուկյանը։ Եվ հիմա ես չգիտեմ, որևէ նոր պատգամավոր մանդատ կստանա, կմիանա այդ նախաձեռնությանը, թե չէ, այսինքն ֆորմալ իմաստով ամեն ինչ ճիշտ կլինի, որ քաղաքական, այսինքն ես ընդունում եմ քաղաքական հայտարարությունը, որ բոլոր պատգամավորները ոչ թե բավարարվեն այդ ձևաթուղթը պատրոն խմբակցությանը փոխանցելու, այս ստորագրեն արդեն գոյություն ունեցող ձևաթղթի տակ, որը վերաբերում է կոնկրետ տեխնիկայով ամստարության գործընթացին, ինչի պատրաստակամությունը պարոն Սաղաթելյանը հայտնեց, որ կլինի։ Եվ երրորդ կարևոր, ամենակարևոր հարցը, ես տպավորություն ստացա պարոն Սաղաթելյանի ելույթից, որ նա ասում է, խնդրեմ ձեզ ստորագրություններ, գնացեք զբաղվեք մնացած գործերով։ Ես այնպես ժողովրդական լեզվով ասած։ Սա անընդունելի մոտեցում է, որովհետև եթե որևէ պատգամավոր միանում է որևէ նախաձեռնության, օրենսդրական նախաձեռնության կամ ինքը դառնում է համահեղինակ։ Հետևաբար իր խնդիրն է նաև իր պատասխանատվության եւ իր շահագրգիռ մոտեցումը պետք է դրսևորվի այդ գործընթացը ինքը առաջ մղելու։ Այսինքն ստացվում է, որ իրանք թուղթը տվեցին, իմիջիայլոց դահլիճից էլ դուրս եկան գրեթե ողջ կազմով Հայաստան խմբակցության։ Տպավորությունը, որ իրանք ոչ թե լսումների են եկել, այլ միայն Իշխան Սաղաթելյանին լսելու, իսկ Իշխան Սաղաթելյանին լսելու կարծում եմ այլ ձևաչափեր կարող են ունենալ։ Եվ իրանք դուրս եկան լսումներից, այսինքն ոնց որ այլևս իրանք դա հետաքրքիր չի, թե ուրիշ ով է խոսում այդ թեմայով, ինչ են ասում մարդիկ այդ թեմայով, իրենք ինչ հետագա քայլեր պատասխանատվություն են, ես իմ տրամաբանությամբ ցանկացած պատգամավորը այդ նախաձեռնությունը միանում ինքը դառնում է համահեղինակ։ Եվ այլևս իրանից ակնկալվում է հետագա քայլեր, ոնց որ ասեք պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնության հեղինակ էր, հիմա հրավիրել է խորհրդարանական լսումներ, սկսել է հասարակական կոնսոլիդացիա, քաղաքական ուժերի հետ շփումներ։ Հիմա շատ լավ է, եթե այլ պատգամավորներ են միանում, բայց ոչ թե պետք է միայն ստորագրություն տանում հեռանան դահլիճից եւ այս process-ից, այլ ճիշտ հակառակը։ Նրանք դառնում են համահեղինակ եւ պետք է իրենց ամբողջ ներուժը ներդնեն այդ գործընթացի մեջ։ Եթե դա կլինի գովելի, եթե չէ, ուրեմն մենք պիտի արձանագրենք ընդհանրապես ֆորմալ։ Պարոն Ղազարյան, կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ Հայաստան Դաշինքի վարչապետի տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է, եթե իրենք այդ ստորագրությունները տալիս են, թե ըստ քաղաքական հայտարարության բովանդակության այո, որովհետեւ իրենք այլ գործընթաց չեն նախաձեռնել եւ հայտարարում են, որ միանում են գործընթացի, նշանակում է, որ այո, քաղաքական իմաստով այո, մնում է ֆորմալ իմաստով դա նույնպես ապահովում։ Պարոն Ղազարյան, հիմա դահլիճում դուք եւս մեկ անգամ հիմնավորում եք, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեք եւ ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը թողնի իր պաշտոնը։ Բայց ԿՊ-ից որևէ մեկը չկա, որպեսզի պաշտպանի Նիկոլ Փաշինյանին։ Ինչու՞։ Իրենք միշտ հայտարարում են, որ մենք ժողովրդի ձայնը ստացել ենք եւ չպետք է մանդատները դնենք կամ իշխանությունից հեռանանք։ Ինչու այս անգամ չկան։ Անկեղծ ասած, մի կողմից շատ հաճելի է տեսնել ազգային ժողովի նիստերի դահլիճը առանց պետական դավաճանների եւ ժողովրդի թշնամիների։ Այսինքն այսօր կարող ենք արձանագրել, որ ազգային ժողովի նիստերի դահլիճը գտնվում է ստերիլ վիճակում։ Բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ դա խորհրդարանի աշխատանքներին մասնակցել է, այդ թվում ազգային ժողովի նիստերին, հանձնաժողովների նիստերին, խորհրդարանական լսումներին, դա ազգային ժողովի պատգամավորների պարտականությունն է։ Հիմա եթե նրանք չեն ուզում մարդկանց հետ խոսել, այսինքն պարզ է, չէ, սա պատահական հարց չի, ամեն հարց չի, որ խմբակցությունները լսումներ են հրավիրում դրանց, նշանակում է այդ խնդիրը հանրությանը հուզում է, տեսեք դահլիճում ինչ որակի հասարակություն կա, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցությունների ղեկավարներ, անհատներ, պետության մեր կերտման գործում նշանակալի վաստակ ունեցող պետական գործիչներ։ Հիմա եթե
Ալխազ Ղազարյանին չի հետաքրքրում կամ ելով կա դրանցից են Ծովինար Վարդանյանին, թե ինչ հարցեր ա ուզում մեր հանրությանը, բա մենք դրանց որտե՞ղ գտնենք, որ այդ հարցերը նրանց հետ քննարկենք։ Բա հիմնավորումներ ունեն, կարծիք ունեն, պաշտպանում են Նիկոլ, պիտի կան այստեղ դա քննարկվի, չէ՞, այսինքն մենք մեր մոտեցումները ներկայացնենք, իրենք իրենց մոտեցումները ներկայացնեն, ժողովուրդը լսում է մեզ բոլորիս։ Ի վերջո դրա արդյունքում փախնելը ո՞րն է։ Այսինքն իրան նշանակում է, որ պիտի գան միայն ազգային ժողովի նիստերին, որոնք իրանք են հրավիրե, մենակ այն խորհրդարանական լսումներին, որոնք իրենք են հրավիրե։ Այսինքն նրանք պիտի ժողովրդի նախաձեռնություններին, ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնություն չքննարկեն, քննարկման առարկա չդարձնեն։ Բա մենք իրանց ո՞նց իրանց հետ խոսենք, բայց եթե իրանց հետ չխոսենք, ո՞նց վարվենք իրանց հետ։ Ուրիշ ձևել վարվել չի կարելի, չէ՞։ Այսինքն հիմա եթե մեկը փորձի ենթադրենք չի կարելի դա անել, ասենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը արել է նոր տարուց առաջ Իջևանում, բայց դա չի կարելի անել։ Ոչ մեկ, նույնիսկ այն կենթանու հետ, որ Նիկոլ Փաշինյանն արել է, դա էլ չի կարելի անել։ Բա ուրեմն պետք է խոսել, որտեղ խոսել։ Եթե ոչ ազգային, բայց իրանք ազգային ժողովի պատգամավոր չեն ուզում իրաց պարտականությունները կատարեն, ինչ են դառը ազգային ժողովի պատգամավոր։ Այն աղջիկը բուժքույր էր։ Այդ առողջապահության հարցեր Թույ թե իր հիվանդանոցում ճշում չափի, ով է դրան արգելում։ Բայց եթե նա ուզում է գա պատգամավոր, ուրեմն պիտի գա որպես պատգամավոր իր պարտականությունները կատարի, չէ՞։ Հիմա Արմենը Խաչատրյան գայշնիկ է, հիմա ասենք որ նա էթա Իոնիսյանի հետ էլ մոտ է, ասենք ինչ որ մի ձևի նորից դառնա բարեկ էթա միջպետական ճանապարհի վրա, հատկապես Գորիս-Կապանեն հատվածում, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ է, այնտեղ Սոկարի Կալոնկայի մոտ բարեկ աշխատի։ Թույթը աշխատի, բայց եթե նա պատգամավոր է, ուրեմն պիտի գան նստիստ է, լսի մարդիկի, այս խորհրդարանական լսումների գլխավոր շահառուն պատգամավորներն են։ Դրանք պիտի գան լսեն ժողովուրդը ինչ ասում, որպեսզի դրանով ձևավորեն իրենց կարծիքը, իրենց հետագա որոշումներում, փախնելով չի։ Եվ հասարակությունը հավաքվում ազգային ժողովի մուտքի մոտ, եւ ես վստահ եմ, որ շուտ ու շուտ հասարակությունը այնքան առնելու, որ նրանց արանքներից փախնելը շատ դժվար է լինելու։ Շնորհակալություն։